Նախագահի ինստիտուտը առ այսօր շարունակում է գործել մեր գործող սահմանադրության համաձայն։ Այսօր ԵՄ-ի հետ զրույցում նման պնդում արեց Արցախի Հանրապետության ազգային ժողովի արդարություն խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը, հերքելով մամուլի այն տեղեկությունները, որ Արցախի նախագահի ինստիտուտը դե ֆակտո եւ դե յուրե լուծարվել է։ Դավիթ Գալստյանը նշեց, որ ըստ Սահմանադրության Արցախի նախագահի լիազորությունների ավարտից հետո նրա պարտականությունները կատարում է ազգային ժողովի նախագահ, մինչև նոր նախագահի ընտրվելը։ Այսօր Սահմանադրության հոդվածների համաձայն կա եւ ազգային ժողովի ինստիտուտը եւ նախագահական ինստիտուտը, այս բանը չունենք ազգային ժողովի կողմից ընտրված նախագահ, բայց դա ժամանակ է հարց։ Ըստ նրա չկա падգամավորների կողմից կոնսենսուս, որ ընտրություններ չեն լինի։ Չի կարող նման կոնսենսուս լինել, որ ընտրություններ չլինի։ Ընտրություններ լինելու են ուղղակի ժամանակի հարց, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, կան շատ ու շատ հարցեր, որոնք պետք է քննարկումների արդյունքում ստանան իրենց լուծումները եւ այս պահին այդ քննարկումների մեջ ենք։ Ինչ վերաբերվում է այն պնդումներին, որ մայիսի 30-ին պետք է նոր նախագահ ընտրեին, սակայն Հայաստանի իշխանությունների շանտաժի ու սպառնալիքի պատճառով ընտրության գործընթացը տապալվել է եւ Արցախի նախագահի պաշտոնը թափուր է մնացել, Գալստյանն արձագանքեց։ Կոնկրետ ես իմ տեղը կարող եմ խոսել, իմ վրա նման սպառնալիք չի եղել, իսկ ինչ վերաբերվում է Հայաստանի իշխանությունները, թե ինչ են ասում, նրանք ժամանակին ասում էին Արցախը Հայաստանը եւ վերջ, ասում էին, որ մենք ամեն ինչ անելու ենք, որ ապեզի մեր հայրենակիցները ապրեն անվտանգ, 21 թվականին նախընտրական ծրագիր են ներկայացրել հասարակությանը Հադրութի Շուշի դեօկուպացիայի վերաբերյալ, այսօր տեսնում եք, որ նրանք ճիշտ հակառակն են անում։ Դավիթ Գալստյանը պնդեց, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները ինչ սպառնալիք էլ հնչեցնեն եւ ասեն, որ Հայաստանում առաջիկա բոլոր կորուստների եւ պարտությունների համար պատասխանատու կրճակվեն, արցախցիները իրենք միևնույնն է չեն գնա նրանց նշած ճանապարհով։ Այսինքն այնինչ ասում է Հայաստանի իշխանությունները, դա չի բխում հայ ազգի շահերից եւ մենք որևէ կերպ չենք գնա